Ուիլյամ Լիվինգսթոն Լարնետ, հոր զղջումը, լսիր տղաս, ես արտասանում եմ այս բառերը, և դու քնած ես, քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ, ես ծածուկ մտա քո սենյակ, մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը, ես եկել եմ քո մահճակալի մոտ, գիտակցելով իմ մեղքը, ահա թե ինչի մասին էի մտածում տղաս, ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը, ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր, ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար, բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր, նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի, դու շրջեցիր թեյի բաժակը, չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին, իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր, ցտեսություն հայրիկ, իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի, ուսերդ ուղղիր, այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց, տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում, քո գուլպաների վրա անցքեր կային, ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ, ստիպելով տուն գնալի մահճևից, գուլպաները թանկ արժեն, այ եթե դու ստիպված լինեիր դրան գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր, դու միայն պատկերացրու տղաս, որ դա ասել է քո հայրը, հիշում ես դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի, երկչոտ, տխուր, իսկ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի, գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դրան մոտ, ինչ ես ուզում, կոպիտ հարցրի ես, դու ոչինչ չպատասխանեցիր, միայն կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր, քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որ Աստված է դրել քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից, այդպես ուրեմն տղաս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքից և ինձ համակեց ահավոր նողկալի սարսափը, ինչ է արել ինձ սովորությունը, կշտամբելու, նախատելու սովորությունը, ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես, բայց չէ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով, իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան, քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա, դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու մինչև քնելու գնալդ, այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի տղաս, ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև, դա չնչին քավություն է, ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը և դու արթնանաս, սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ, ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես, և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես, ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ, ես շարունակ կկրկնեմ որպես կախարդանքի խոսք, չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա, վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել, բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ տղաս, հոգնած կուչ եկած քո մահճակալում ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես, դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր, գլուխդ դրած նրա ուսին, ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ,